Սյունիք բնակավայրի թիվ 35 կոտորակ 37 ընտրատեղամասում որոշ անձինք չեն կարողացել մասնակցել ընտրությանը։ Ցուցակում անունն ընդգրկված չի եղել։ Հանձնաժողովի նախագահը հարցազրույց տալ չցանկացավ, բայց նշեց, խնդիրն անձնագրային բաժնի հետ էր կապված։ Իսկ ընդհանուր առմամբ այս տեղամասում ժամը 17-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 826 անձանց 66%-ից ավելին կատարել էր քաղաքացիական պարտքը։ Կապանցիները մեծ մասամբ ձգտում են տեր կանգնել քվեարկելու իրենց իրավունքին։ Ամեն ինչ նորմալ էր, ոչ մի խնդիր չկար։ Սովորական նորմալ ընթացակարգով։ Չէ, ոչ մի խնդիր, սովորական նորմալ ամեն ձև։ Մեր ուզածին էլ ընտրեցիք։ Թիվ 35 կոտորակ 1 ընտրատեղամասում արտառոց դեպք չի արձանագրվել, ամեն ինչ ընթացել է բնականոն հունով։ Ըստ ցուցակի ունենք 1523 ընտրող, լրացուցիչով ունենք 79, 5-ի դրությամբ ունենք արդեն 860 ընտրող։ Թիվ 35 կոտորակ 5 ընտրատեղամասում պատկերը վերոնշյալ տեղամասից առանձնապես չի տարբերվում։ Խցանումներ, խախտումներ ժամը 17-ի դրությամբ չեն արձանագրվել, նշում է հանձնաժողովի նախագահը։ Սկզբից ունեցել ենք երկու ազատ դիտորդները եկել են դիտարկել գնացել, այս պայդրությամբ ներսում ունենք ԵԱՏՄ-ից երկու միջազգային դիտորդ, մեկ թարգմանչի ներկայությամբ։ 1284 ընտրողից ժամը 5-ի դրությամբ ընտրել է 686 ընտրող։ Ընդհանրապես խցանումներ չի առաջացել, ակտիվ մասնակցում են, ոնց որ թե պայմանավորված լինեն, ամեն մարդ իր ժամին գալիս է։ Այսպիսով ժամը 17-ի դրությամբ կապանում ընտրական գործընթացը հիմնականում անցել է հանգիստ, առանց արտառոց դեպքերի։ Պատասխանատուներն ընտրողների մասնակցությունը գնահատում են բարձր եւ սպասում քվեարկության վերջնական արդյունքներին։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։